Դուք որպես կենսաբան ինչ եք մտածում, մարդը կապիկից է առաջացել։ Մենք բոլորս այսօր նեանդերտալ մարդու մոտավորապես 2-3% գենետիկական նյութ ենք կրում։ Այսինքն մեր ընդհանուր նախնին ապրել է մոտավորապես 700,000 տարի առաջ։ Ասելով էվոլյուցիա, մարդիկ հասկանում են սխալ բաներ։ Ուսուցիչ պետք է բացատրի եւ գեները, եւ վերարտադրությունը։ Իսկ այսօր մենք ունենք համատարած տգետություն։ Հնարավոր է արդյոք կյանքի տևողությունը մեծացնել։ Ասիայում մոտավորապես 8%-ը կրում են Չինգիզ խանի կլանի Y քրոմոսոմը։ Ամեն ինչը ինչ մենք ստեղծում ենք, ի վերջո ծառայում է հենց մեր գեներին։ Շատերը համոզված են, որ կա հատուկ մի գեն, որ բնորոշում է մեր հայությունը։ Բայց այդ տաղանդները արդյոք կապ ունեն գենետիկայի հետ։ Մենդելեևը եղել է 16-րդ թե 17-րդ երեխան եւ շատ տաղանդավոր է եղել։ Մարդուն առհասարակ հոգի պետք չի, որպեսզի այսպիսի մշակութային մեծ պատմություն ստեղծի։ Մենք բնությունը չենք փոխում, մենք բնությունը քայքայում ենք։ Որքան անհավանական իրադարձություն է կյանքի առաջացումը երկրագնդի վրա։ Արդյոք կյանքը առաջացել է այստեղ, Ոչ թե դրսից է, ոչ թե դրսից է եկել։ Պատագույն սցենարը այն է, որ մեզ սպասում է 10,000 տարի տևողություն։ Ողջույն, այսօրվա իմ հյուրն է պարոն Լևոն Եպիսկոպոսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է, որ ընդունեցիք իմ հրավերը, որովհետև երկար ժամանակ է ուզում եմ կուտակված հարցեր կան, ուզում եմ քննարկենք էվոլյուցիայի մասին, բայց եկեք սկսենք մի փոքր այլ հարցերի։ Ինչ վիճակում է հիմա կենսաբան գիտնականների գործը Հայաստանում, որքանով եք ակտիվ աշխատում, ինչ պրոյեկտներ կան հետաքրքիր, որ այս բան իրականացնում եք։ Կարծում եմ մենք այսօր ոչ այսպես վատ վիճակում ենք, լավից լավը կա պարզա եւ հույսով եմ, որ ավելի լավ կլինի, չնայած կան տարբեր հանգամանքներ, դրա մասին գուցե կխոսենք։ Կենսաբանությունը դա այն ոլորտն է, որը բուրըն զարգացում է ունեցել, ունի եւ պետք է ունենա, քանի որ այս ոլորտը կապված է նաեւ տարբեր տեխնոլոգիաների զարգացման հետ է կապված։ Եվ տեղեկատվական, ասենք, տեխնոլոգիաների հետ եւ արհեստական բանականության հետ եւ ընդհանրապես այն բավականին լուրջ ուշադրության կենտրոնում է ինչու, քանի որ մենք ուզում ենք եւ կյանքի տևողությունը երկարացնենք։ Նու դա ինչ որ տենց mainstream, այսպես ասած, բան ունի, արդեն նշանակություն ունի եւ բացի դրանից Հայաստանում միշտ կենսաբանությունը լավ վիճակում է եղել սովորաբար։ 90-ական թվականներին անկում ապրեցինք պարզա ինչ պատճառներով, բայց այս վերջի մոտավորապես 10 տարվա ընթացքում կարելի է մի քիչ ավել, մի քիչ պակաս, բավականին լավ է զարգանում։ Ես ուրախանում եմ, քանի որ տեսնում եմ, որ եւ ասպիրանտների թիվն է, եւ ընդհանրապես հետաքրքրված երիտասարդների թիվն է աճում, եւ միջազգային համագործակցությունն է արդեն ավելի ակտիվանում եւ դրանով է պայմանավորված, որ մենք այսօր, ասենք, տարբեր ինստիտուտներում, տարբեր լաբորատորիաներում երիտասարդների թիվը արդեն գերազանցում է, չգիտեմ, արդեն փորձառու մի կողմից լավ, մյուս կողմից վատ է գուցե, բայց աճ կա, այսինքն զարգացում կա, առաջընթաց կա։ Պրոգրես կա, իսկ հետաքրքիր խոսեցիք նրա մասին, որ փորձում են մարդկանց ապրելու տարիքը մեծացնել, կյանքի տևողությունը մեծացնել։ Հնարավոր է արդյոք կյանքի տևողությունը մեծացնել եւ ինչքան է հնարավոր։ Նայեք, ասենք, տեսական կենսաբանության տեսակետից, բժշկության տեսակետից տեսական, մենք ունենք այսպիսի հասկացողություն, այսպես պոտենցիալ կամ ներուժային տևողությունը։ Տևողությունը մարդի կյանքի տևողությունը չպետք է գերազանցի կամ չի գերազանցելու լավագույն, ասենք, բաներում, պայմաններում, ասենք, 150 տարի։ Ինչ էլ անենք 150 տարուց ավել չենք ապրի։ Այդպես է, բայց այդտեղ կա մի քանի բայց։ Ուրեմն գրանցված եւ գիտականորեն ապացուցված, այսինքն ապացույցներ ունեցող մարդիկ, ով գերազանցել, ասենք, 120 տարին, 130 տարին, դրանք ընդամենը 2-3 հոգի են։ Դա անուն չեմ հիշում, բայց Ֆրանսիայում մի քանի տարի առաջ, մի 10 տարի առաջ երևի մահացավ, 120 քանի տարեկան էր։ Այսինքն ավելի հուսալի է, ավելի, այսինքն արժանահավատ տվյալներ չկա։
Եվ դա նշանակում է, որ սովորաբար մեր կյանքի տևողությունը, ասենք մոտավորապես չի գերազանցում 130 տարի։ Սովետի ժամանակ, չգիտեմ 60-ական, 70-ական տարիներին մեր հարևան պետությունում ասում էին, որ նույնիսկ անունն եմ հիշում, անունը Ալի Բաբա Մուսլիմով, ասում էին, որ նա 159 տարեկան է, բայց հարցային էր, որ նա ոչ մի վկայական չուներ։ Վկայական չուներ, ուղղակի տենց չգիտեմ ով է ուրեմն նշել նրա կամ որոշել նրա ծննդյան օրը, նրա եւ տարեդարձը ամեն տարի ուրեմն նշում էին, բայց եւ բարձենում էին, որ նա չգիտեմ Պուշկինի ժամանակներից այսպես ապրում է եւ այլ, բայց պետք է մենք վերցնենք, այսինքն հիմնավորված, գիտականորեն հիմնավորված տվյալները 120-ից ավել չկա եւ այսօր ամենատարեց մարդը կարծեմ էլի նորից Ֆրանսիայում է, մոտավորապես էլի այդքան է, 119-120, գուցե սխալվում եմ 2-3 տարով, բայց մոտավորապես այդ շրջակայքում է։ Ինչ վերաբերում է այսօրվա այդ ձգտումներին, ապա ուրեմն մեր երկրագնդի ամենահարուստ մարդիկ, նրանք ստեղծել են մի ծրագիր են ստեղծել, այդ ծրագիրը բավականին լավ ֆինանսավորվում է, շատ լավ ֆինանսավորվում է, այնտեղ մի քանի միլիարդի մասին է խոսքը, եւ այնտեղ ներգրաված են լավագույն առաջատար ուրեմն գիտնականները, լավագույն երիտասարդները եւ այդ խումբը 2-3 տեղ երկրագնդի վրա նրանք աշխատում են, որպեսզի կյանքի տևողությունը երկարացնեն։ Ես այդ կապակցությամբ հիշեցի Չինգիզ խանի հետ կապված մի հատ առասպել։ Չինգիզ խանը դե շատ ուժեղ էր, չգիտեմ, եւ մեծ կայսրություն ուներ եւ չգիտեմ անսպառ զինվորներ ուներ, այսինքն ամենահզոր մարդկանցից էր, բայց ինքը մի խնդիր ուներ, ինքը գնալով ծերանում էր եւ ուզում էր կյանքի տևողությունը կամ չգիտեմ հավերժ կյանք ունենա կամ կյանքի տևողությունը, այսպես ասած, երկարացնի եւ առասպելը այն մասին է, որ ինքը կանչում է տարբեր երկրներից, տարբեր չգիտեմ ինչ որ տեղերից կանչում են ինչ որ բժիշկներին, գիտնականներին եւ հարց են դնում նրանց առջև, որ ինչպես անենք, որ Չինգիզ խանի կյանքը երկարի։ Բարձր կյանքը չի երկարել, բայց Չինգիզ խանի կյանքը երկարել այն առումով, որ Չինգիզ խանի կլանը նրանք այնքան երեխա են ունեցել, որ այսօր այդ հարավ-արևելյան Ասիայում մոտավորապես 8%-ը կրում են Չինգիզ խանի կլանի Y քրոմոսոմը, այսինքն նրանք բազմակնություն են ունեցել, նրանք չգիտեմ տարբեր ձևերով բազմաթիվ երեխաներ են ունեցել, հատկապես որդիներ, տղաների մասին է խոսքը, եւ այսօր դա, այսինքն ինքը հավերժացրել է իր կյանքը կարելի է ասել, Y քրոմոսոմի շնորհիվ։ Հետաքրքիր է, որ այդ նույն բանը այսօր կարծես թե վերածնվել է։ Այսօր պարզում է, դուք գիտեք, որ Չինաստանում ինչ կա, Չինաստանում մի 10-15 տարի առաջ կար այսպիսի մի օրենք, դաժան օրենք, որ մեկ ընտանիք, մեկ երեխա։ Եվ այդ օրենքը 10 տարի առաջ կարծես թե չեղարկեցին, բայց մարդիկ կարողանում էին շրջանցեին դա, կամ երեխաներին չէին գրանցում, կար այդպիսի բան, կամ էլ այսպես էին անում, նրանք երեխաներ էին ունենում տարբեր արհեստական ձևով, այսպես ասած ծրվակում, արտասահմանում, մեծ մասամբ Ամերիկայում։ Եվ այնտեղ Ամերիկայում փաստորեն երեխան, որը որ ստանում էր Ամերիկայի ուրեմն օրենքներին համաձայն, այդ երեխան արդեն Ամերիկայի հպատակ էր, այսինքն նա չինացի չէր, Չինաստանի բան չէր, այդ քաղաքացիություն ամերիկյան էր, եւ դա չէր արգելվում, ինքը փաստորեն այդ երեխաների հետ էր բերում Չինաստան եւ Չինաստանում այդ երեխաներն են, բայց Չինաստանի քաղաքացի չէին։ Այսօր ուրիշ ձև է, այսօր նրանք կարողանում են, մեծահարուստները կարողանում են իրենց ուրեմն գենետիկական նյութը տարածելով Ամերիկայում իրենց երեխաներ ունենան եւ երբեմն գնում են շատ տարօրինակ, չգիտեմ, նույնիսկ ինչ որ անհասկանալի քայլերի, բայց իրենց համար իհարկե շատ անհասկանալի, նրանք որպես մայրեր, այսինքն որպես գենետիկական նյութ օգտագործում են ձվաբջիջը բավականին սիրուն, տենց եղատեսիլ, այսինքն աղջիկների կամ գիտնական ուրեմն կանանց, որպեսզի նրանց այդ երեխաները հետագայում ունենան, չգիտեմ ինչ արտարոց, ասենք ինչ-որ հաջողություններ ունենան։ Այսինքն պատմությունը կրկնվում է, էվոլյուցիան այսպես է, բարորաձև է եւ ոչ մի նոր բան մարդկությունը դեռ չի կարողանում հնարի, ամեն ինչի մասին, եթե մենք խոսում ենք կյանքի տևողության մասին, ժամանակին դա ընդամենը, ասենք 700-800 տարի առաջ դա
Չինգիզ խանն էր արդեն այդ հարցը բարձրացրել եւ այդպես շարունակ ասենք բանականությունը դա նոր բան չի, բանականությունը արհեստական բանականության մասին է, դա իհարկե Ալան Տյուրինգին մենք պետք է շնորհակալ լինենք, որ նա այդ հարցը 40-ական 30-ական թվականներն էր, որ նա սկսեց արդեն ինչ որ համակարգիչների միջոցով մտածել եւ էլի արդեն 80 տարից ավել է 80-90 տարի է, որ այդ տեսությունը չի փոխվել։ Էությունը տեսության չի փոխվել։ Տյուրինգի մտքերը բոլորը մնացել է եւ շարունակվում են։ Եթե առօրյա վազքի մեջ կորցրել եք մոտիվացիան եւ ունեք ալարկոտության խնդիր, ձեզ հավանաբար պետք է հասկանալ ինչպես է կառուցված մոտիվացիան, որի մասին ես գրել եմ գիրք, որը կոչվում է Գրողի տարած մոտիվացիա։ Այս գիրքը ձեռնարկ է այն մասին, թե ինչպես է կառուցված մարդու մոտիվացիան եւ որտեղից են առաջանում այն ցանկությունները մարդկանց մոտ, որոնք մեզ ստիպում են հասնել մեծ հաջողությունների, գրավել օլիմպիական բարձունքներ կամ ուղղակի լինել հաջողակ գործարար։ Այս գրքով կարող եք ձեր կյանքում շատ բան փոխել եւ այն պետք է դառնա ցանկացած ալարկոտ մարդու սեղանի պարտադիր ձեռնարկ։ Գիրքը պատվիրելու համար կարող եք անցնել այս հղումով եւ հայտնվել Բուկինիստի կայքում, որտեղ կարող եք պատվիրել գիրքը աշխարհի ցանկացած կետ։ Իսկ եթե ապրում եք Երևանում կամ մարզերում, գիրքը կարող եք ձեռք բերել տարածքային որևէ գրախանութից։ Այս գիրքը ձեռք բերելով դուք նաեւ աջակցում եք ոդքասթին եւ ինձ որպես հեղինակ ու նաեւ ձեզ, օգնելով ձեզ հասկանալ ձեր իրական մոտիվները։ Խոսեցինք գեների մասին եւ այն մասին, որ գեները փոխանցվել են ու մինչև հիմա ապրում են մարդիկ, որոնք կրում են Չինգիզ խանի X քրոմոսոմը եւ ենթադրում նաեւ Y քրոմոսոմը եւ նաեւ գեները։ Իսկ այս տեսանկյունից Ռիչարդ Դոքինզի տեսությունը էգոիստ գենի, որ մենք բոլորս ենթարկվում ենք մեր գեներին եւ արդյունքում այնպես է ստացվում, որ մենք ինչ անում ենք, նպաստում են դրան, որպեսզի մեր գեները բազմանան եւ ճանապարհորդեն ժամանակի մեջ դեպի ապագա։ Այսինքն ստացվում է այն բոլոր գործողությունները, մշակույթը, ամեն ինչը ինչ մենք ստեղծում ենք, ի վերջո ծառայում է հենց մեր գեներին։ Ոնց եք վերաբերվում այս մտքին։ Կարելի է ասել, քանի որ այդպիսի, չգիտեմ, այդպիսի պատկեր արդեն կամ այդպիսի երևույթ արդեն ուսումնասիրվել է։ Դուք գիտեք, որ այսինքն մեր ոչ մասնագետները պետք է իմանան, որ մեր գենոֆոնդը, այսինքն այն հավաքածուն, գենային, գենետիկական կամ ժառանգային կամ շատ լավ կա արևմտահայերեն ծինաբանական, որը ես շատ եմ սիրում եւ հուսով եմ շուտով կմտնի կփոխարինի գենետիկան ծինաբանությունը, դա մեր գենոֆոնդը ձևավորվել է մոտարապես սկսել է ձևավորվել մոտարապես 6000 տարի առաջ եւ արդեն 4000 տարի գուցե մի քիչ ավել մենք մեր գենոֆոնդը համարյա փոփոխության չի ենթարկվել։ Իսկ ինչու չի ենթարկվել, ինչ որ շատ արգելքներ են եղել, ինչ որ սահմանափակումներ են եղել, այո, եղել են, բայց ոչ թե գենետիկական, այլ մշակութային։ Այսինքն մենք ունեցել ենք արդեն ձևավորված ինքնություն, այդ ձևավորված ինքնությունը լեզու ենք ունեցել, հետագայում ունեցել ենք արդեն, եթե խոսենք, ասենք նոր ժամանակաշրջանների մասին, ունեցել ենք նաև կրոնն ենք ունեցել, որը շատ արդեն 1700 տարի առաջ ենք ընդունել կրոնը եւ դա նշանակում է մենք ունեցել ենք այնպիսի մշակութային առանձնահատկություններ, որոնք պատնեշ են ծառայել օտարածին ժողովուրդների կամ օտարածին գեների ազդեցության առումով։ Այս տեսանկյունից հաճախ են խոսում հենց բնազդների մասին։ Չգիտեմ դուք ինչպես եք դրան վերաբերվում եւ ինչքան է դա գիտական եւ պրոֆեսիոնալ, բայց հաճախ խոսում են մեր 3 բնազդների մասին, այդ խմբային բնազդ, ողջ մնալու բնազդ եւ վերարտադրվելու բնազդ։ Եվ այս տեսանկյունից ասում են, դե բնականաբար բոլորի արմատը հենց վերարտադրման բնազդն է եւ դրանից բխում է, որ մենք պետք է ողջ մնանք ու հետեւաբար ունենք ողջ մնալու բնազդ եւ քանի որ նպաստում է նաեւ ողջ մնալուն խմբում գտնվելը, ինչ որ խմբի պատկանելը, որովհետեւ դա մեծացնում է այն մարդու կամ էակի շանսերը ողջ մնալ էվոլյուցիայի ընթացքում։ Հետևաբար մարդիկ ձգտում են խմբերի մեջ միավորվել։ Այս տեսանկյունից ստացվում է, որ կյանքում ինչի շուրջ որ զրուցենք, մշակույթից մինչև, չգիտեմ, գիտություն եւ հասարակ
TikTok, Instagram ու մնացած բաները, որոնք որ թվում է թե իրար հետ կապ չունեն, բայց գլոբալ առումով այս ամենը միավորվում է այս 3 բնազդների մեջ ու արդյունքում ստացվում է, որ եթե մենք վերլուծում ենք շատ sense ընդլայնված տարբերակով այլ ոչ խորացված առանձին, ստացվում է, որ մեր բոլոր գործողությունները նպաստում են այս 3 բնազդների ենթարկվում են բոլորը այս 3 բնազդներին, այսինքն ինչ մենք անում ենք, մեր վերջնական նպատակը ողջ մնալն է, խմբում տեղ զբաղեցնելը եւ ինչ որ կերպ մեր գեները փոխանցել դեպի ապագա։ Ճիշտ է, դա ես կասեի, որ դա էվոլյուցիոն տեսության հիմունքներն են եւ էվոլյուցիոն տեսության այսպես տարական հասկացողություններն են։ Առանց դրա էվոլյուցիա տեղի չպետք է ունենա, քանի որ ցանկացած ողջ էակի նպատակն է թողնել ժառանգություն։ Դա այդ նպատակը ինչու դա բնազդ է այդ նպատակը։ Հաջողակ է համարվում այն էակը, ով թողել է բազմաթիվ ասենք ժառանգներ է թողել, այսինքն ժառանգությունը բազմաթիվ է։ Ես միշտ բերում եմ այսպիսին ու շատ պարզ պրիմիտիվ օրինակ եմ բերում, ով է ավելի հաջողակ էվոլյուցիայի տեսակետից, ասենք միլիոնատերը, միլիարդատերը, որը ունի ընդամենը 1 զավակ, թե սովորական ռանչպան, որը ունի ասենք 10 զավակ։ Իհարկե էվոլյուցիայի տեսակետից այդ 10-ն է։ Նայեք, այստեղ կա նաև ուրիշ, այսպես դրսևորում, դա հետևյալն է։ Մեկը շատ քիչ է, որպեսզի հավանականության տեսությունը աշխատի։ Այսինքն մեկի դեպքում դու չես կարող վստահ լինես, որ ասենք ինքը շատ տաղանդավոր կլինի, ինքը շատ հաջողակ կլինի կյանքում, հաշվի առնելով իր գենետիկական ներուժը։ Կամ ողջ կմնա։ Էդ էլ, ամեն ինչ, ցանկացած ասենք ընթացք։ Բայց երբ որ դու ունենում ես ասենք 10 երեխա, 12, 13, Մենձելեևը եղել է 16-րդ թե 17-րդ երեխան եւ շատ տաղանդավոր է եղել։ Ինչու 16-17-րդն է եղել։ Բայց այդ տաղանդները արդյոք կապ ունեն գենետիկայի հետ եւ արդյոք գեներով հնարավոր է փոխանցել։ Հիմա, մի հատ ավարտեմ ու անցնեմ այդ երկրորդ հարցին, նայեք, սովորաբար մենք ուզում ենք, որ մեր զավակները լինեն հաջողակ։ Որպեսզի լինեն հաջողակ, մենք պետք է եւ շատ ուշադիր լինենք, շատ հոգատար լինենք եւ նրանց ֆիզիկական զարգացման նկատմամբ եւ նաեւ նրանց, ինչու՞ չէ, նաեւ ուսման նկատմամբ, չէ՞ ճիշտ է, ասենք ուզում ենք լավ դպրոց տանք, ուզում ենք լավ, չգիտեմ, համալսարանում սովորեն, մարդիկ ունեն հնարավորություն արտասահման են ուղարկում եւ այլն, այդ ամեն ինչ ճիշտ է, բայց մենք պետք է հաշվի առնենք նաեւ, որ երեխայի ունակությունը, այսինքն մտավոր ունակությունը, նրա ինտելեկտուալ զարգացման հետ կապված, ուրեմն պոտենցիալը, ներուժը բաղկացած է 2 մասից, այդ 2 մասը մեկը գենետիկականն է, այսինքն նրա ժառանգականն է, մեկն էլ դա այդ շրջապատն է, շրջապատը դա ընտանիքն է, սնունդն է, չգիտեմ, ընդհանրապես ժամանակաշրջանը նույնիսկ, շրջապատը դա շատ լայն հասկացողություն է, եւ համալսարանն է, եւ դպրոցն է, եւ մանկապարտեզն է, եւ փողոցն է, եւ ֆուտբոլն է, եւ ամեն ինչը, ինչպիսի ընտանիքում է զարգանում, ասինքն տատիկ պապիկի հետ է զարգանում, թե ոչ, բազմաթիվ են այստեղ, սահմանափակում չկա, բայց ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ, այսինքն այդ ազդեցության բաղադրիչների քաշին, ապա մոտավորապես 40%-ը դա գենետիկական ազդեցությունն է, եւ դա քիչ չի, դա շատ է, այսինքն պետք է ունենաս բախտ, որպեսզի օժտված լինես այն գեներով, այն հատկանիշներով գենետիկական, որը հենց հաջողության են բերում։ Դա մենք տեսնում ենք նաև, որ կան երեխաներ, ասենք, խուլ գյուղերից, բայց որոնք այդ ներուժը այնքան ուրեմն ներուժը լավ չստացեց, բայց այնքան հզոր է այդ ներուժը, որ կարծես թե այսպես մղում է, ուղղորդում է այդ երեխային, որ ինքը գա համալսարան ընդունվի, որ ինքը կարողանա ինչ-որ հաջողությունների հասնի, ժամանակին ասենք մանթաշով այդպիսի երեխաներին ուղարկում էր Ամերիկա չէ, ասենք Գերմանիա բան սովորելու, քանի որ ուզում էր, որ հայ ազգը ունենա այդպիսի զարգացած երեխաներ, զարգացած ասենք երիտասարդներ, մենք այսօր ունենք մեծ խնդիր ունենք ուրեմն այդ առումով, դա այն է, որ մեր բնակչության թիվը շատ փոքր է։ Շատ փոքր եւ մեր ներուժը եւ այն հավանականությունը, որ մենք ունենանք տաղանդավոր երեխաներ, տաղանդավոր անձեր կունենանք, պակասում է, քանի որ այստեղ զուտ հավանականության տեսություն է։ Շատ քիչ է, մեր բնական աճը Հայաստանում համարյա թե հավասար է 0-ի։
համարյա 0-ի հավասար։ Դա նշանակում է, որ այսօրվա մեր Որքան երեխա է ծնվում, այդքան մարդ է մահանում, հա։ այդ տարբերությունն է մահացության միջև եւ ծնելիության միջև։ Եվ դա նշանակում է, որ մենք մեզ համար, մեր պետության համար, մեր ազգի համար, մեր երկրի համար առաջնային հարցը, չգիտեմ, A, B, C, D եւ այլն դրանք չեն, առաջնային հարցը այսօր գոյատևության հարցն է, իսկ գոյատևությունը դա մեր ժողովրդագրական ոլորտն է, այսինքն դեմոգրաֆիան է։ Եթե մենք այդ հարցը չլուծենք, մենք շատ ուրիշ հարցերի կբախվենք եւ այդ հարցերը չեն էլ լուծվի, եթե դեմոգրաֆիական հարցը չլուծվի։ Եկեք նայենք մեր հարևանները միայն Վրաստանն է, որ շատ ավելի գուցե ավելի ողբերգական վիճակում է, ավելի տխուր վիճակում է։ Իսկ մնացած են մեր հարևանները եւ ձախից եւ աչից եւ ներքևից շատ ավելի լավ վիճակում են։ Իսկ երբ որ մրցակցություն է գնում, երբ որ արդեն ինչ որ տարբեր հարցեր են ծագվում, կլինի դա, չգիտեմ, ռազմական հարցեր, կլինի քաղաքական, կլինի դա տնտեսական հարցեր, այդ հարցերը բոլորը ացանցիալ են ժողովրդագրական, ուրեմն բանից գործոնից, ժողովրդական գործոնն է կարևորը, ով պետք է, չգիտեմ, աշխատի, ով պետք է մտածի, ով պետք է գյուտեր, ուրեմն առաջարկի մարդը, սկզբնական աղբյուրը, դա մարդն է, այ ոչ թե զենքն է։ Չինացիների այս աննորմալ տեմպով զարգացումը նաև կապված էր նրա հետ, որ իրենց մոտ դեմոգրաֆիական հսկայական աճ եղավ այդ ընթացքում։ Եղավ, ճիշտ է, բայց այսօր նրանց աճը կանգնեց արդեն։ Նրանք արդեն ունեն հնարավորություն 10 տարի առաջ ես արդեն ասացի դրա մասին, որ այդ արկելքը հանեցին, որ երկրորդ երեխան էլ կարող են ունենալ, բայց այսօր նրանք արդեն այս վերջի տվյալներով նրանք յուրաքանչյուր երեխայի համար մինչև 3 տարեկան նպաստ են տալիս $500 ամեն ամիս։ Չեմ հիշում, թեկուզ տարին, կապ չունի, այսինքն դա լրացուցիչ ինչ որ գումար է։ Այդ լրացուցիչ գումարը նշանակում է, որ նրանք ունեն կարիք եւ իրոք կա այդպիսի տվյալներ, այսինքն պաշտոնական տվյալներ, որ նրանք աշխատուժի կարիք ունեն։ Եվ վաղը մյուսօր նրանք պետք է արդեն տարբեր երկրներից, գուցե նույն Հնդկաստանից մենք տեսնում ենք Հայաստանում դա տարածված ակներևա դա, եւ նույնը կարող է արդեն դեպի Չինաստան գնա։ Չինաստան այսօր աճում է այն տեմպերով, որը արդեն դեմոգրաֆիան հետ ամնում, արդեն ի վիճակի չէ ապահովել այն պահանջները, որը ներկայացնում է իրենց տնտեսությունը։ Ինչ էլ ասենք, ինչ էլ քննարկենք, ինչի մասին էլ խոսենք, մենք պետք է վերադառնանք մարդկային գործոնին։ Իսկ մարդկային գործոնը դա դեմոգրաֆիան է։ Հատկապես բանի համար, պետության համար։ Եթե ես իմ ընտանիքեմ ասում եմ, հա, ինձ 2 երեխա հերիքա կամ 1 հերիքա, ես նրան Հարվարդ կուղարկեմ, ես կանեմ, կանեմ, փաստորեն մտածում եմ ոչ թե իմ բանի մասին, պետության մասին, չգիտեմ ինչ, ես մտածում եմ իմ մասին։ Ըստ երևույթին, այսինքն երեխա ունենալը դա բավական ազնվական եւ բավական հեռատես որոշում է։ Բայց դժվար է ապավինել, ասենք, միայն մեր գիտակցությանը, դա սխալ է։ Գիտակցությունը մարդու շատ այսպես եսասեր է։ Այսինքն երբ որ ես ինչ-որ մի բան եմ մտածում, առաջերտին ցանկացած մարդ մտածում է, իսկ ես ինչ եմ դրանից ունենալու, չգիտեմ, եւ կյանքի իմաստով, եւ չգիտեմ, եւ հա, զարգանալու իմաստով եւ այլ։ Այդ հարցը դա առանձին ընտանիքի առանձին մարդու բան չի, մտահոգման հարց չի։ Դա պետական հարց է եւ պետությունը պետք է առաջի հերթին այդ հարցը դնի։ Այսինքն եթե մենք ուզում ենք էվոլյուցիոն բան ունենանք, այս հաջողություն ունենանք, ինչպես ասացի, էվոլյուցիոն հաջողությունը դա աճն է։ Դա սերունդների, այսպես ասած, այսպես զարգացումն է, այսինքն մենք պետք է ունենանք մենք պետք է բազմապատկենք մեր բանը, մեր բնակչության թիվը, ասենք մոտ, չգիտեմ, 3-4 սերունդում։ Ես չեմ տեսնում դա։ Միշտ օրինակը, ամենավառ օրինակը դա բանն է, Իսրայելն է։ Իսրայելը 73 թվականին ես այն ժամանակ ուսանող էի եւ շատ լավ հիշում եմ մեր կուրսից մի քանի հոգի գնացին Իսրայել, 3.5 միլիոն մարդ էր, այսօր 10.5 միլիոն մարդ, այսինքն 3 անգամ աճել է 40-50 տարվա ընթացքում։ 50 տարին դա ընդամենը 2 սերունդ է։ 2 սերունդ բարձր այնտեղ կա ներգաղթ կար։ Բայց մենք ոչ պակաս սփյուռք ունենք, քան բաները, հրյաները։ Այսինքն նրանք ստեղծել էին պայմաններ, որպեսզի այդ ներգաղթը լինի։ Այդ ներգաղթը մենք չունենք դա։ Մենք չգիտեմ, դա
գիտական հարց չի, դա գիտաշխատողի հարց չի, դա քաղաքական հարց է, դա իշխանության հարց է, դա այդ հարցը պետք է բարձրացվի, այդ հարցը պետք է լուծվի, եթե չլուծվի, մենք գնալով կանգնելով, այսինքն սառեցնելով մեր աճը, կանգնացնելով մեր աճը, մենք փաստորեն արդեն դատապարտված ենք լինելու։ Այսինքն եւ պատմության կողմից, եւ էվոլյուցիայի կողմից, եւ քաղաքական զարգացման կողմից, եւ ընդհանրապես զարգացման կողմից։ Մենք պետք է ունենանք բնակչության աճ։ Դա ասում եմ, դա բխում է եւ էվոլյուցիայից է բխում, եւ դա բխում է ուղղակի այս ժամանակակից պահանջներից։ Ամենասուր Homo Deus podcast-ը նկարահանվում է Սփինի 12 տաղավարներից մեկում։ Իդեպ Սփինը բացի վիդեոարտադրությունից նաև զբաղվում է մարքեթինգային եւ բրենդինգային ծառայություններով, որոնք մատուցում է ոչ միայն ընկերություններին, այլ նաև անհատներին։ Ստանալու համար բացառիկ պայմաններ կարող եք նշել Homo Deus կոդը զանգարելով հետևյալ հեռախոսահամարին։ Շնորհակալություն։ Թեմայի թեժությունը մի փոքր պարզեցնելով, ուզում եմ հետ գանք մի հատ շատ հետաքրքիր հարցի։ Թվում է թե դա պարզ բան է, ձեզ համար բնականաբար պարզ է, ինչ որ առումով ինձ համար էլ, բայց մեզ դիտողներից շատերը չգիտեն, չեն պատկերացնում ընդհանրապես ինչ է նշանակում էվոլյուցիա, որովհետև ասելով էվոլյուցիա մարդիկ հասկանում են սխալ բաներ, պայմանական։ Կար կապիկ, մեկ էլ այդ կապիկից ծնվեց մի մարդ ու սկսեց մարդկանց առաջին մարդ եղավ եւ այդ առաջին մարդուց սկսեց զարգանալ մարդկանց բան։ Հետո կքննարկենք իհարկե արդյոք կապիկից առաջացել է մարդ թե ոչ, բայց սկզբից ուզում եմ պատմեք մեզ ոնց է տեղի ունենում էվոլյուցիայի process-ը, ինչ է իրենից ներկայացնում էվոլյուցիան։ Դա բավականին խորը, լայն, չգիտեմ, շատ մեծ ծավալ ունեցող թեմա է եւ սովորաբար այդ թեման ես ասենք 1 տարի եմ դասավանդում համալսարանում եւ շաբաթը 2 անգամ հանդիպելով ուսանողների հետ, այսինքն այսօր շատ կարճ նույնիսկ պատասխանելն է շատ դժվար, ուղղակի ես սկզբունքները կփորձեմ, ասենք, մեկնաբանել, դա հետո էվոլյուցիա նշանակում է դանդաղ, աստիճանական զարգացում, այսինքն դա այն զարգացումն է, որը որ չունի ինչ որ նախնական պլան չունի, նախնական պատկերացում չունի եւ դա այդ զարգացումը տեղի ունենում պատահական ձևով։ Ինչու պատահական։ Քանի որ էվոլյուցիան կենսաբանական էվոլյուցիայի մասին է խոսքը։ Էվոլյուցիան տեղի ունենում այն դեպքում, միայն այն դեպքում, եթե կա հնարավորություն ընտրության հնարավորություն։ Ընտրությունը դա նշանակում է, որ մենք էակներս, կլինի դա, չգիտեմ, բլոջներ կլինեն դա կենդանիներ տարբեր, կլինեն դա նույնիսկ ասենք ինչ որ տարբեր ծաղիկներ, կապ չունի։ Ցանկացած կենսաբանական էակների մասին է խոսքը, նրանք պետք է լինեն տարբեր, բազմազան նշանակում է, որ նրանք պետք է գենետիկական կառուցվածք, նրանք պետք է տարբեր լինի։ Իսկ այդ տարբերությունը գալիս է միայն եւ միայն այն պատճառով, որ տեղի են ունենում կտրուկ փոփոխություններ մեր գենետիկական նյութում, այսինքն մուտացիաներ, որը դպրոցում անցել են, այստեղ բարդ հասկացողություն չի մուտացիաներ, դա կտրուկ փոփոխություններ են, ուրեմն այդ մուտացիաների մի մասը դրանք շատ վնասակար են, այսինքն հիվանդություն են առաջացնում եւ սովորաբար ասենք պտուղը, սաղմը չի զարգանում կամ ասենք եթե հիվանդության պատճառով շատ վաղ տարիքում երեխան կլինի կամ ասենք նույն կենդանին կլինի, դրանք մահանում են, այսինքն մեր գենոֆոնդում պետք է մնան միայն այն մուտացիաները կամ այն էակները, որոնք կրում են այն մուտացիաները, որոնք հարմար ողականություն, այսինքն ադապտացիան բարձրացնում են։ Եվ դրա շնորհիվ ավելի երկար ենք ապրում, ավելի շատ երեխա ենք թողում եւ այլ։ Որ տեսակները, որ ավելի ադապտացված են, ավելի հարմարեցված են պայմաններին, որում իրենք ապրում են, իրենք ավելի մեծ հավանականությամբ սերունդ են տալիս։ Ավելի հաջողակին բանի տեսակետից, էվոլյուցիայի տեսակետից։ Այսինքն իսկ հաջողակ էվոլյուցիայի տեսակետից սերունդի ով սերունդ է տալիս եւ ինչքան շատ այնքան լավ։ Եվ պարզ է, որ հենց այդ պատճառով այն մուտացիան, որը որ տեղի ունեցել, որը որ հարմար ողականությունը բարձրացրել է, եթե դու շատ երեխաներ ունես, դու տարածում ես այդ մուտացիան, եւ այդ մուտացիան փաստորեն սկսում է գերիշխել արդեն։ Նա արդեն դեպի հետ է գնում։ Եվ այդպես էվոլյուցիան դա շատ դանդաղ,
զարգացում է, բայց մի բան կարևոր է նորից կրկնեմ, երբեք ոչ մեկը չի պլանավորում, կլինի դա ասենք էվոլյուցիան, չգիտեմ դա ինչ է, ինչ է յակե, եւ մարդը ինքն էլ չի պլանավորում, թե էվոլյուցիայի շնորհիվ մենք պետք է սրան հասնենք։ Դա պատահական process է։ Ես գիտեք ինչ օրինակ եմ միշտ բերում, երբ ինձ հարցնում են, մի անգամ սեմինար ունեի, այդ սեմինարի ժամանակ պետք էր բացատրել, նստեցի երկար, մտածի, ասի լավ ինչ օրինակ բերեմ, որ շատ մակերեսային լինի եւ գոնե այդ միտքը գլխավոր փոխանցի, ասի պատկերացրեք sense մի բան։ Գոյություն ունեն հասարակության մեջ 60% մազոտ տղամարդիկ եւ 40% ոչ մազոտ տղամարդիկ։ Կանայք ընտրում են ինչ պատճառներով 80% դեպքերում ոչ մազոտ տղամարդկանց եւ 20% դեպքերում մազոտներին։ Այսինքն այս 40% տղամարդիկ, որոնք մազոտ չեն, ավելի շատ են սերունդ տալիս, որովհետեւ 80% դեպքերում կանայք իրենց են ընտրում։ Եթե ասում եմ այս process-ը շարունակվի մոտավորապես 2, 3, 4, 5, 6000 տարի, 6000 տարի հետո այն տղամարդիկ, որոնք չունեն այն գենը, որը մազոտ է դարձնում տղամարդուն, չեն փոխանցում ապագա։ Հետևաբար տեղի է ունենում էվոլյուցիա ու մեկ էլ օրինակ մենք 100,000, 200,000 տարի հետո գալիս ենք տեսնում ենք, որ բոլոր տղամարդիկ կարող մազ չունեն։ Ստացվում է, որ տղամարդիկ էվոլյուցիա ապրեցին, այսինքն տեսակի մեջ տեղի ունեցավ էվոլյուցիա դեպի հիմա բոլոր, այսինքն այն գենը, որը պայմանավորում էր մազ ունենալը, չունեն։ Ինչքանով եմ ես ճիշտ բացատրել, խնդրում եմ ինձ ասեք։ Ուրեմն ասեմ, ես իհարկե դեռ հակառակը կանեի, լինեի կանանց տեղը, ինչու՞։ Քանի որ մազոտ տղամարդը դա նշանակում է, որ իր մոտ բավականին լավ է, շատ լավ է աշխատում տեստոստերոնը, այսինքն այն հորմոնը, որը որ այսպես տղամարդկանց որս անելու համար ագրեսիայի համար պատասխանատու տեսքն է ստեղծում եւ չգիտեմ նրանց բոլոր այդ հատկանիշներն է դրսևորում լավագույն ձևով եւ կարծում եմ եթե դա տևեր չգիտեմ մի 100 տարի 2-3 սերունդ եւ տեսնեին որ այդ տղամարդիկ ավելի հաջողակ են բանի իմաստով նրանք պետք է երեխաներ ունենան դա բնական պահանջներից է այսպես ասած բազային պահանջներից է վերարտադրելու այդ բանը այդ բնազդը Այսինքն խոսել նրա մասին, որ միայն ալմազ տղաները պետք է կամ տղամարդիկ պետք է բազմանային, իհարկե դա այդպես չի։ Դա այդպես չի, բայց միտքը այդպես է, այդ պայմանական վերսնենք այդպես է։ Եվ ճանապարհներից մեկը կրկնեն, նրանք ուղղակի քթրաշվեին կամ չգիտեմ ինչ որ մի ձևով լազերային բան, ինչ որ այդ բուժման բան ձևով, ասեն կհասնեին դրան իհարկե։ Բայց լրիվ հակառակն է տեղի ունենում։ Կանայք սովորաբար, երբ որ ուզում են ստեղծեն ընտանիք, նրանք ընտրում են այն մարդուն, որը որ ունի ավելի այսպես, ոնց ընդգծված տղամարդու հատկանիշներ ունի։ Այդ դա է կարևորը։ Ես պայմանական եի բերում եւ նույնը տղամարդն է։ Ինքը երկարատև հարաբերությունների համար ամուսնանում է ինքը ոչ թե կամ կապեր է ստեղծում ոչ միայն շատ գեղատեսիլ, ասենք աղջկա հետ, բայց այնտեղ ուրիշ գործոններ կան։ Այդ գործոնները դրանք ավելի կարևոր են, քան ասենք կանանց տեսքը, արտաքին տեսքը։ Դա շատ բարդ հարց է եւ այդ հարցը առ այսօր ուսումնասիրում են եւ նոր շերտեր են գտնում եւ շատ բարդ է դա։ Բայց երևի ամենաճիշտն է, որ ամուսնությունը կատարվում է ոչ թե այստեղ, այլ երկնքում է կատարվում։ Ես ուղղակի միտքն էի ուզում նշել, որ այսինքն եթե պայմանական վերցնենք, որ հենց ոչ թե անմազոտ տղամարդկանց են ընտրում, այլ մազոտներին, ընտրում են մազոտներին, ստացվում է, որ 100,000 տարի հետո եթե մենք վերադառնանք, կտեսնենք, որ բոլոր տղամարդիկ արդեն մազոտ են։ Ու այնպես չի, որ ինչ որ մի օր ծնվել է մազոտ տղամարդ ու այդ մազոտ տղամարդը այդ օրվանից սկսել է բազմանալ ու դարձել է, որ բոլոր տղամարդիկ դարձան մազոտ։ Էվոլյուցիան աշխատում է այդպես, որ փոքր փոփոխությունները մեծ ժամանակի մեջ տալիս են փոփոխություն, որը մենք ուղղակի post factum հետ նայելով կարող ենք վերլուծել։ Մենք չենք տեսնում այդ փոփոխությունները։ Ինձ հաճախ ասում են, բա այդ դեպքում ուր է տեսակների ձևավորումը։ Կարող եք օրինակ օգնել հասկանանք այդ հարցը։ Հաճախ ես որ բանավիճում եմ էվոլյուցիայի տեսության մասին, մեծ մասամբ այդ բանավեճը լինում է կրոնական թեմայի շուրջ եւ հասնում ենք նրան, որ ինձ ասում են շատ լավ, կարող ես ասել Դարվինի տեսության մեջ որտեղ է բացատրվում այն, որ կարող են ձևավորվել տեսակներ։ Հնարավոր է, հա, կապիկից էվոլյուցիա ապրել ու դառնալ մարդ, բայց ոնց կարող է կապիկը տեսակներ ունենալ։ Ինչպես է տեսակների ձևավորում տեղի ունենում։ Գիտությունն ունի այդ հարցի պատասխանը։ Գիտությունը ունի իհարկե այդ պատասխանը, գիտությունը այսօր այնքան է զարգացել, որ կա հնարավորություն մոդելավորել դա, այսպես ասած, սիմուլյացիոն մոդելավորում, այսինքն մենք ստեղծում ենք այսպես երևակայական ինչ որ մի տիրույթ ենք ստեղծում եւ մոդելավորում ենք դա մաթեմատիկական մեթոդների շնորհիվ։ Մոդելավորում ենք եւ տեսնում ենք ինչպես դա կարող է զարգանալ։ Այսօր
շատ process-ներ մենք կարող ենք ուրեմն պատկերացնել հենց դրա շնորհիվ, մոդելավորման շնորհիվ։ Այն ինչ վերաբերում է ձեր հարցին, որ ինչպես են տարբեր ուրեմն բաները զարգանում, տարբեր տեսակներ, նու դա կապված է նրա հետ, որ նրանք ուղղակի մեկուսանում են, երբ որ մեկուսանում են, ինչու մենք խոսում ենք հայերեն, իսկ մեր հարևան ասենք ժողովուրդը, որը էլի հնդեվրոպական լեզվով է խոսում, ասենք բաները իրանցիները, պարսիկները, նրանք խոսում են ուրիշ լեզվով։ Մենք իրար չենք հասկանում, բայց չէ որ նույն լեզուն է։ Նույն լեզուն է, ես ուղղակի անալոգիա եմ բերում, որպեսզի հասկանալի լինի։ Սրանից 7-6000 տարի առաջ մենք ունեցել ենք նույն լեզուն։ Դա եղել է հնդեվրոպական նախալեզուն է եղել կամ հնդեվրոպական լեզվի, ասենք, ակունքներն է եղել։ Այն ժամանակ մեկս մյուսի հասկանում ենք, բայց երբ որ մենք սկսել ենք առանձնանալ, տարբեր պետություններ ենք ստեղծել, պատնեշ ենք կառուցել, չգիտեմ, տարբեր, ասենք, ինչ որ արգելքներ են առաջացել պետության հետ կապված, չգիտեմ, անվտանգության եւ այլ, մենք արդեն եւ նույն բանն է, սկզբունքն է գործում մուտացիաների։ Մեզ մոտ առաջացել են նոր բառեր, նոր շեշտադրումներ, նոր չգիտեմ ինչ որ փոխառություններ եւ այլ, եւ ձևավորվել է հայերենը, ձևավորվել է իրանական լեզուն, ձևավորվել են մնացած լեզուները։ Գնանք ավելի խոր կստացվի, մենք ունեցել ենք ինչ որ նոստրատիկ լեզու է եղել, նախալեզու է եղել, որը հետո բաժանվել է տարբեր լեզվախմբերի։ Այսինքն ինչու է բաժանում, քանի որ մեկուսանում ենք, այդ մեկուսացման հասկացողությունը մեկուսացման գործոն ամենակարևորն է։ Եթե մենք վերցնենք երկու, չգիտեմ, նույն ցեղին պատկանող բաներին մտավոր ձևով պատկերացնենք, ուրեմն կենդանիներին կամ ոչ միայն կենդանիներին, նաև բույսերը եւ նրանց առանձնացնենք։ Կենդանիների դեպքում մոտավորապես 1 միլիոն տարի է պետք, 1 միլիոն տարի եւ դա եւ մոդելավորման ձևով է ապացուցված եւ կյանքնել է ցույց տալիս։ Մենք մոտավորապես ունենք 700,000 տարվա տարբերություն տրոհման բանից կետից նեանդերտալ մարդուց։ Այսինքն մեր ընդհանուր նախնին ապրել է մոտավորապես 700,000 տարի առաջ։ Այդ տվյալները կան, այսպես դա ոչ միայն տեսական տվյալներ են, դա այն տվյալներն են, որը Բրածո-Նյուտոնն է ցույց տալիս։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք այդ 700,000 տարվա ընթացքում չենք հասցրել լիարժեք, լիովին առանձնանալ որպես առանձին տեսակներ։ Ինչ է նշանակում տեսակ։ Տեսակ նշանակում է դա, ուրեմն դա այն հավաքածուն է էակների, որոնք շատ ազատ ձևով խաչասերվում են։ Մենք էլ ենք խաչասերվել նեանդերտալցիների հետ, բայց այնտեղ կա մի սահմանափակում։ Նեանդերտալցիների Y քրոմոսոմը չի մնացել։ Ինչու՞, քանի որ այդ անջատումը դեռ ոնց են ասում, այդ անջատումը դեռ միջև վերջ չի կայացել։ Եթե դա էլ, այսինքն այդ Y քրոմոսոմը ցույց է տալիս, որ մենք դեռ բանի մեջ ենք, այդ կիսապատրաստուկի մեջ ենք, այդ ընթացքը։ Այսինքն պետք է մոտավորապես 1 միլիոն տարի, որ լրիվ առանձնանանք։ Եթե լրիվ առանձնանայինք 1 միլիոն տարվա ընթացքում, մենք ոչ մի խաչասերում տեղի չի ունեցել։ Տեղի չէր ունենա։ Իսկ տեղի է ունեցել, այդ խաչասերում տեղի ունեցել եւ 100,000 տարի առաջ, եւ 40-50,000 տարի առաջ, եւ մենք բոլորս այսօր կրում ենք նեանդերտալ, ուրեմն մարդու մոտավորապես 2-3% գենետիկական նյութ ենք կրում։ Այսինքն դա էլի պատահական է, մեկուսացումն է, պատահականն է, կուտակումն է մուտացիաների, դա այն երևույթն է, որ այսօր չպետք է մենք քննարկենք, որպեսզի ասենք որպես, չգիտեմ, անհասկանալի ինչ որ մի հարց կամ փորձենք բացատրություն կամ պատճառը գտնել դրա։ Սա այնքան պարզ է, արդեն այնքան պարզ է, որ մենք պետք է դրա մասին եւ դպրոցում խոսենք, եւ պետք է խոսենք, չգիտեմ, համալսարաններում, եւ ընդհանրապես մենք բոլորս պետք է դա հասկանանք։ Մեր տեղեկատվական փուչիկներում դա շատ բան է, ակնհայտ, բայց հասարակության հետ որ շփվում ենք, դե գիտեք, կա երկու մոտեցում կա, երկու տեսակետ կա։ Կա մեկը, այսպես ասած, աստվածային գերուժի կողմից, որ ստեղծվել է, ես չեմ դա հերքում, ինչու, քանի որ չեմ կարող հերքել, չեմ կարող ապացուցել, որ այդ գերուժը չկա։ Գիտությունը չի կարող դա ապացուցի։ Միանշանակ։ Հա, բայց կա նաև հակառակը, չկա ապացույց, որ այդ գերուժը կա։ Բայց ապացույցների բացակայությունը դա բացակայության ապացույցը չէ։ Իհարկե։ Հետևաբար ճիշտ է, այսինքն կա հավատ, եթե դու հավատում ես, որ դա կա, դա լրիվ ուրիշ տիրույթ է։ Լրիվ ուրիշ տիրույթ է, իսկ եթե դու
աշխատում ես, որ ասում ես, չէ, կա նաև ուրիշ գործոն, դա էլ ուրիշ տիրույթ է, գիտական գործոնը։ Երբ որ դու տալիս ես ինչ որ ապացույցներ, որ աստիճանաբար է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Միջև Դարվինը շատ դժվար էր, ասենք ինչ որ մի հոդված գրել կամ ասենք ինչ որ ելույթ ունենալ, որ մարդկությունը ունի, չգիտեմ, հազարավոր կամ միլիոնավոր տարիների, ասենք, խորություն ունի։ Շատ դժվար էր դա։ Հետաքրքիրն այն էր, որ Հարարի գիրքը համոզված եմ կարդացել եք, Sapiens-ը։ Այնտեղ ինքը նշում էր ինչու են ասում էր մարդիկ հատկապես կրոնի ներկայացուցիչները այդքան զայրանում ու բարկանում ու չեն սիրում Դարվինին, ասում, որովհետև ֆիզիկան, քիմիան, ոչ մի գիտություն չի կպնում քրիստոնեական այն բազային գաղափարին, որ մարդը ունի հոգի։ Ֆիզիկայի տեսանկյունից, մյուս բոլոր գիտությունների տեսանկյունից խնդիր չկա։ Միայն Դարվինի տեսության ուսումնասիրության արդյունքում էր մեզ հայտնի դառնում, որ մարդուն առհասարակ հոգի պետք չի, որպեսզի նախ կյանք գոյություն ունենա, երկրորդն էլ որպեսզի էվոլյուցիա ապրի ու այսպիսի մշակութային մեծ պատմություն ստեղծի, որը որ մենք տեսնում ենք։ Դա շատ լավ հարց է, եւ գուցե ամենակարևոր հարցերից է եւ ամենակարևոր խնդիրներից է, որը մենք պետք է շուտվանից լուծեինք։ Նայ, դեռ 50-ական թվականներին, 1950-ական թվականներին Ռոմի պապից մեկ անունը Պիուս էր, բայց որն էր, երրորդներ, չորրորդներ չեմ հիշում, ուրեմն նա շատ այսպես փողզիջումային մի հատ տարբերակ առաջարկեց, ասեց հետեւյալը, որ մենք ընդունում ենք, որ մարդը առաջացել է էվոլյուցիայի շնորհիվ, բայց մի բան անպայման տեղի է ունեցել, իսկ հոգին նրան ներարկել է Աստծո կողմից է ներարկվել։ Հասկանում եք, դա փողզիջումային կարծես թե տարբերակը, եւ երբ որ սկսում են խոսել դրա մասին, դա ինձ ինչ է, ինձ քաղաքական արդեն ես նմանեցնում է մեր, չգիտեմ, մեր կամ տարբեր, ասենք ինչ որ բան ազգային ժողովների տարբերակ, այսինքն կա անդիմություն եւ կա դիմություն, այսինքն իշխող բանը։ Ինչ որ նա առաջարկում է, նա դեմ է դուրս գալիս։ Եթե նույնիսկ ասում է, որ չգիտեմ, պետք է ինչ որ լավ բան է ասում է, նպաստները բարձրացնենք, նրանք դեմ են դուրս գալիս, քանի որ դա նրանց պոզիցիաներն է ուժեղացնում։ Հասկանում եք, այդ դա չպետք է լինի։ Մենք պետք է ունենանք այդպիսի համոզիչ փաստարկներ, որը որ համոզի բոլորին, այ ոչ թե միայն այս կուսակցությանը կամ այն կուսակցությանը։ Դա իհարկե շատ իդեալիստական բան է։ Այո, ես իհարկե Սապոլսկի կարդացած լսած կլինեք համոզված եմ։ Գիտեք, որ կրոնական մտածողությունը ունի եւ լսում եմ եւ կա հարցեր, որ համաձայն եմ, կա հարցեր, որ համաձայն չեմ իր հետ։ Ինքը գենետիկայի գործոն, այսպես ասած, շատ իջեցնում է։ Լավ, ինչ վերաբերում է ուրեմն այդ բախումներին, հնարավոր կամ հաճախ տեղի ունեցած բախումներին, ես ունեմ իմ արդյունական փորձը սրանից ուղիղ 20 տարի առաջ ինձ հրավիրեցին ճեմարան Սևանի այդ թերակղզում ճեմարան կա։ Եվ այդ ճեմարանում Գևորգյան ճեմարան, այո, Գևորգյան ճեմարանում ես պետք է 5 դասախոսություն կարդայի բանի վերաբերյալ, այսինքն այս նվաճումների, այս նորագույն նվաճումները եւ բաների մասին ճեմարանի ուսանողների համար։ Կենսաբանության վերջին նվաճումները։ Կենսաբանության վերջին նվաճումները ուղղակի իրենց ծանոթացնեի։ Ոչ եւ շատ լավ բախտս բերեց, որ իրենց ղեկավարը ուրեմն վարդապետ էր, անունը չեմ հիշում, բայց շատ դուրս եկավ, շատ լավ կրթություն ուներ, Գերմանիայում ստացած աստվածաբանական ինչ-որ ֆակուլտետներ ավարտել, շատ լավ զրուցեցինք բան ամեն ինչ, եւ երբ որ ես մտա լսարան, ասեցի հետեւյալը՝ երեխաներ, տղաներ, աղջիկներ չկային, parza եկեք պայմանավորենք այսպես, ես եկել եմ ուղղակի ձեզ ներկայացնեմ այն տիրույթը, որտեղ դուք չեք աշխատում, որից դուք այդքան էլ տեղյակ չեք։ Ես բավականին տեղյակ եմ, ես լավ տեղյակ եմ ձեր տիրույթից, հասկանում եմ ամեն ինչ։ Բայց եկեք չստեղծենք ոչ մի պայման, ոչ մի հնարավորություն, ասենք ինչ որ բախման։ Ես ուղղակի ձեզ ներկայացնում եմ դա, դուք ինձ հարցեր եք տալիս, իսկ եթե լինեն հարցեր, ինչպես է դա առնչվում մեր տեսակետի հետ, աստվածային տեսակետի հետ, արդեն դասից հետո մենք կամ դասի վերջում մենք դա կքննարկենք, բայց դասի ժամանակ ուղղակի ուշադիր լսեք, շատ լավ ձևով, շատ, չգիտեմ, հանգիստ, շատ այդ փոխադարձ հարգանքով ամեն ինչը ընթացավ եւ ես ուղղակի առաջերտին ես գոհ էի ինքս ինձնից, քանի որ ես կարողացա լեզու գտնեմ, 20-30 ասենք ուսանողներ են այնտեղ նստած, մոտ 20 տարեկան պլյուս մինուս բանից հետո, ինչքան հասկանում եմ, բանակից հետո
Շատ լավ էր, այսինքն միշտ էլ կարելի է լեզու գտնել, եթե դու Եկեղեցում առհասարակ եթե դու չես բարձր մարտնչում, եթե գիտակցություն դու կա, ագրեսիվ չես։ դաստիարակություն կա։ Բոլոր դեպքերում եւ հավատացյալ մարդն է միջինում ապրում 70 քանի տարի։ Միջին տևողությունը Հայաստանի եւ ոչ հավատացյալը։ Եթե հավատք ունենար ինչ որ մի առավելություն կամ հակառակ ունենար առավելություն, կյանքի տևողությունը կլիներ տարբեր, բայց տարբեր չի։ Այսինքն հավատում ես թե չես հավատում, ոչ մի նշանակություն չունի, ոչ քո հիվանդության հետ եւ պատկերը հիվանդացության հետ, ոչ մահացության հետ։ Այսինքն էվոլյուցիոն տեսակետից հավատում ես, անհավատ ես թե հավատացող ես, ոչ մի բանի վրա դա չի ազդում։ Դա քո հոգևոր աշխարհն է։ Քո հոգևոր աշխարհը մեկի մոտ կարող է լինի այսպեսին, մյուսի մոտ կարող է ուրիշ լինի։ Կարևորը հարուստ լինի, մարդատիաս չլինի, կարևորը որ բարի լինես, չգիտեմ, եւ շարունակ, այդպես շարունակ։ Իսկ մարտնչել անիմաստ է։ Հետո որ գիտությանն էլ ենք նայում, օրինակ շատ աթեիստներ վերցնում են ու բացարձակ են սարքում աթեիզմը, որ իբր աթեիզմը բացարձակ ճշմարտությունն է, այն ինչպես պետք է, իսկ կրոնը ոչ։ Ինչի ես կատեգորիկ համաձայն չեմ, լինելով աթեիստ, չհավատալով Աստծուն։ Բնականաբար հասկանում եմ, որ հավատը մարդու բնական պահանջներից մեկն է եւ չենք կարող դա առանձնացնել հասարակությունից։ Երկրորդը, որ խորանում ենք գիտության մեջ, նույնիսկ գիտության լայն շերտերում գիտությունը վերածվում է հավատքի, որովհետև հետաքրքիր բան էի կարդում, ասում եմ, քանի գիտության մեջ հետաքրքրված մարդ այսօր որ տեսնի Էյնշտեյնին, չի վերաբերվի որպես ինչ-որ աստվածային էակի կամ չի նայի ներքևից վերև, փորձի մինչև աստվածացնում ենք մենք շատ գիտնականների։ Իսկ դա պայմանավորված է ինչով, որովհետև երևի մեր կենսաբանության մեջ է այդ ֆունկցիան, որ մենք ձգտում ենք ամեն ինչի մեջ տեսնել առաջնորդի, տեսնել գերբնական բաներ, օժտել հատկություններ օժտել են մարդկանց, որոնք որ իրականում այդպիսիք չունեն, եւ այդպես առաջացել է օրինակ քրիստոնեությունը, այդպես առաջացել է օրինակ սայենթիզմը, որը ինչով մեծ բանով չի տարբերվում իրականում, նույն գաղափարներն է արդյունքում գալիս ենք նրան, որ ի վերջո հանգում ենք նրան, որ գոյություն ունեն դոգմաներ, եւ հենց Հարարին շատ հետաքրքիր էր, որ նշում է, որ ցանկացած համակարգ, որը պարունակում է դոգմաներ եւ ինքնաուղղման համակարգ չունի, այսինքն սխալները ուղղելու մեխանիզմ չկա, այնտեղ ձևավորվում է կրոն։ Էական չի դա ֆինանսական կրոնի մասին է, որտեղ կարող ենք հավատալ, որ դոլարը բացարձակ արժեք է եւ գոյություն ունի իրականության մեջ եւ դա քննելի չէ, մինչեւ գիտություն։ Համաձայն եմ, ցավոք դա այդպես էլ շարունակվելու է, ուղղակի դրա դեմ իհարկե կա պայքար, ասինքն միջոցներ կան, միջոցները գիտեք որն է։ Մենք պետք է շատ լայնորեն մատչելի ձևով տարածենք գիտական տվյալները, գիտական ասենք գիտելիքը պետք է տարածենք։ Այսօր ցավոք դա չկա։ Այսօր ցավոք ես շատ լայն ասպարեզ դուրս չգամ, խոսեմ, ասենք, այն թեմայի մասին, ինչի մասին մենք խոսում ենք այսօր։ Այսօր խոսում են նրա մասին եւ շատերը համոզված են, որ կա հատուկ ինչ որ մի գեն, որը որ բնորոշում է մեր հայությունը, հայ լինելը։ Հասկանում դա գալիս է, հայու գենը, դա գալիս է նրանից, որ մարդիկ ուղղակի տեղյակ չեն թե ինչ է իրենից ներկայացնում գենը, դա դպրոցում են անցնում։ Դպրոցում փաստորեն ստացվում է, որ դա այդքան էլ լիարժեք ձևով չեն անցնում։ Այսինքն դա նույնն է, որ դու տառաճանաչ չլինես։ Դու դառնում ես, ասենք 20, 30, 40 տարեկան եւ սովորական տեքստը չես կարողանում կարդալ։ Դա շատ վատ է։ Այդ մարդը ուղղակի կարելի է մեղքել այդ մարդուն եւ նշանակում է, որ այդ մարդը բանից տեղյակ չի, կտրված է իրականությունից։ Բազային, չգիտեմ, այդ տարական բաներից, այդ հասկացողություններից տեղյակ չի։ Դա նույնն է, այսինքն դու պետք է տեղյակ լինես, տարաճանաչ լինես, դու պետք է այդ բազային բաները, տարական բաները հասկանաս, այդ հասկացողությունները պետք է դու կիրառես, ինչու, քանի որ դա մեր կյանքն է։ Դպրոցում ընդհանրապես, դպրոցում ես շատ դժգոհ եմ ինչպես է դա դրված դպրոցում, սովետի ժամանակ էլ է դա այդպես եղել, շատ վատ է դրված կա եղել։ Մեր, ասենք, գենետիկայի հետ կապված, անատոմիայի հետ կապված, մարդու վերարտադրության հետ կապված։ Մենք այսօր ունենք նույնիսկ ասենք կենսաբանության ֆակուլտետում այդ հարցերը շատ ոչ պատշաճ ձևով են ներկայացնում։ Երբ որ ես խոսում եմ ուսանողների հետ եւ հարցնում եմ, ասենք, դուք դպրոցում ինչպես եք անցել այս հարցը, ասենք, սեռական ուրեմն խնդիրների հետ կապված, պարզվում է, որ նույնիսկ չեն քննարկել։
կամ ասենք ինչ որ հարցեր են տվել, ուսուցիչ տվել ասլա, այս հարցերը դուք ձեր մեջ քննարկեք, ես դուրս գամ։ Դա ուսուցիչ չէ, այդ ուսուցիչին պետք է այդ նույն օրը աշխատանքից ազատ էին։ Ուսուցիչը պետք է մասնակցի, ուսուցիչ պետք է բացատրի եւ գեները, եւ վերարտադրությունը, եւ սեռական հարաբերությունները, այդ ամեն ինչ։ Իսկ այսօր մենք ունենք համատարած, չգիտեմ, համատարած ոնց ասում, տգետություն։ Մեր ոդքասթին եւ ինձ որպես հեղինակ աջակցելու համար արդեն հնարավորություն ունեք ոչ միայն լայքելով եւ դիտելով, այլ նաեւ ֆինանսապես։ Patreon-ում մեզ աջակցելով կնպաստեք նրան, որպեսզի Homodeus-ը լինի ավելի որակյալ եւ իհարկե երկարատև։ Բաժանորդագրվելու համար անցեք այս QR կոդով եւ դարձեք մեր աջակիցը։ Շնորհակալություն։ Պարոն եպիսկոպոսյան, այս տեսանկյունից, այս վերջերս օդում շրջանառվում են տենց լուրեր, որ գիտության այդ դրամաշնորհները կրճատել են կամ լրիվ հանել են։ Նոր որոշում է դա։ Ինչքանով է դա ճիշտ, ձեզ ասել են դրա մասին արդյոք եւ ոնց եք վերաբերվում դրան։ Ցավոք, իրոք այդպիսի բան կա եւ մեզ, պաշտոնական ձևով արդեն հայտարարել են մեզ, որ հաջորդ տարվանից բյուջեում նախատեսված չեն, պետական բյուջեում նախատեսված չեն լինելու ուրեմն ծախսեր դրամաշնորհային ծախսեր։ Դեռ փառքասու դա դեռ որոշում չի, դա նախագիծ է եւ սովորաբար գիտենք, որ նախագիծը, որը ներկայացվում է իշխանության կողմից, սովորաբար ուժային կերպով էլի անցնում է եւ ասենք արդեն ուժի բանի օրենքի տեսքով արդեն սկսում է կիրառվել։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է դրան դիմադրենք։ Դիմադրել ինչու։ Ոչ թե դիմադրենք որպես ինչ-որ կուսակցություն կամ ասենք ինչ-որ քաղաքական նկատառումներից ելնելով, ոչ։ Ես աշխատում եմ արդեն երկար տարիներ գիտության ասպարեզում եմ աշխատում եւ ես տեսնում եմ, որ մենք այս վերջի տարիները ապրեցինք շատ լավ, չեմ ասում թռիչ, բայց առաջընթաց ունեցանք։ Եվ այդ առաջընթացը կապված է առաջի հերթին, գուցե ոչ վերջի հերթին, դա կապված է նրա հետ, որ մենք ունեցանք այդ դրամաշնորհների աջակցությունը ունեցանք։ Եվ այդ դրամաշնորհները այս վերջի 4-5 տարվա ընթացքում շատ էական էին առումով, որ նրանք թույլ տվեցին եւ արդյունավետությունը բարձրացնել եւ ամենակարևորը երիտասարդներին ներգրավել։ Եթե մենք այսօր զրկվենք այդ հնարավորությունից, եթե մենք այդ բոլոր դրամաշնորհները վերացնենք, իդեպ խոսում էին նրա մասին, որ այսինքն խոսակցությունը նրա մասին է ոչ թե գիտության բյուջեն է կրճատվում կամ հանվում, այն մասը, որը վերաբերում էր, որը հատկացվում էր դրամաշնորհներին, դա պետք է գումարվի այն բյուջեին, որը նախատեսված է ակադեմիական քաղաքի կառուցմանը։ Ակադեմիական քաղաքական բյուջեն այնքան մեծ է, որ այն մասը, որի մասին խոսում ենք, սա ուղղակի ինչ երևի 1%-ն է, 2%-ն է, 1-2%-ը ոչինչ չեն որոշում, բայց դա շատ ավելի մեծ վնաս կհասցնի, ողբերգական վնաս կհասցնի մեր գիտությանը, առաջի հերթին մենք ի վիճակի չենք լինելու, ես ինքս եմ դրամաշնորհներից մեկի Շահառուն ես եմ, եւ ես գիտեմ ինչ օգուտ է բերել դա, եւ երիտասարդներ եմ ներգրավել, ես կարողացել եմ շատ լավ ուրեմն համագործակցություն ունենալ արտասահմանյան գործընկերների հետ, գնալ գալով նրանց հետ շփվելով, այսինքն համատեղ աշխատանք ուրեմն իրականացնելով եւ բացի ամենակարևորը երիտասարդներին ներգրավելով, երիտասարդներին պատրաստելով ունենալով հնարավորություն նրանց արտասահման ուղարկելու, նրան այնտեղ աշխատելու, տարբեր գիտաշխողովներին մասնակցելու, չկա հայկական գիտություն, փաստորեն մեզ ուզում են վերադարձնեն այն մտնելորդին կամ այն ժամանակաշրջաններին, երբ որ մենք միայն այստեղ էինք զարգանում, չկա հայկական գիտություն, գիտությունը դա այսպես ասած ունիվերսալ հասկացողություն է եւ ուղղակի Հայաստանում է դա իրականացվում, չգիտեմ Գերմանիայում եւ մի տարբեր այլ պետություններում։ Մենք պետք է ներգրաված լինենք, ներգրավվածության համար մենք պետք է ունենանք համապատասխան ֆինանսավորում։ Այսինքն ուզում ճիշտ հասկանալ, այսինքն ստացվում է, որ կառավարությունը չի հավատում, որ Հայաստանում գիտությունը զարգացման պոտենցիալ ունի կամ կարիք կա, որ զարգանա։ Դե նայեք, այստեղ փաստարկներից մեկը հետևյալն է, ֆինանսների նախարարությունը պնդում է, որ այն գումարները, որ հատկացվում է, ոչ
ոչ լիարժեք ձևով է օգտագործվում։ Այսինքն ես գիտեմ ինչի մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ այն գումարը, որը մենք ստանում ենք, ես էլ եմ այդ վիճակում։ Ես փաստորեն չունեմ հնարավորություն օգտագործել այդ գումարը լիարժեք, այսինքն 100%-ով, ինչու՞։ Միայն մի պարզ պատճառով։ Այն հատկապես դա վերաբերում է իմ գործընկերներին, ովքեր ունեն այսպես էքսպերիմենտալ գիտությամբ են զբաղվում։ Իմը մի քիչ ուրիշ ձևի է։ Եվ նրանք ամեն օր, այսպես անընդհատ ունեն կարիք տարբեր ռեակտիվների, տարբեր սարքավորումների, բայց երբ որ ինքը արդեն ռեակտիվների կարիք ունի, դիմում է դրան, որ ռեակտիվ ձեռք բերի, ասում են պետք է կես տարի անցնի, եթե ես հիմա կարիք ունեմ, այս տարվա բյուջեից ես արդեն նույնիսկ հոկտեմբեր ամսին ես ունեմ հնարավորություն այդ ռեակտիվը ձեռք բերեմ։ Ինչու՞, քանի որ սովորաբար դա տևում է 2, 3, 4, 5 ամիս է տևում, մինչև այդ ռեակտիվը ես ստանամ։ Եվ դրանով է պայմանավորված, որ մենք թվացial ձևով ոչ արդյունավետ կերպով ենք օգտագործում այդ ֆինանսները։ Հասկանում եք, այստեղ տարբեր գործոններ կան, որ խճճված գործոններ են, դրանք խանգարում են, որ նորմալ ընթացք ունենա, նորմալ, ասենք ինչ-որ ձևով զարգանա գիտությունը, հատկապես այն գիտությունը, որը վերաբերում է այդ փորձերին, փորձնական գիտություններին, այո, գիտափորձերին։ Եվ այստեղ դա ուրիշ հարց է, այդ հարցի մասին եկեք չխոսենք, մենք բազմաթիվ երկար տարիներ խոսում ենք, այդ հարցը բարձրացնում ենք տարբեր ատյաններում եւ ընդհանուր ժողովներում եւ խոսում ենք այս հարցազրույցների ասինքն ընթացքում եւ հոդվածների գրում ենք, բայց չգիտեմ դեռ արձագանք չէ, սա էլ նույն տեղում է եւ տեղից չի շարժվում, բայց ինչ վերաբերում է բանին, ես կարծում եմ դա կլինի շատ մեծ հարված կլինի գիտությանը եւ հատկապես նոր սերնդի նկատմամբ, նոր սերունդը չի գա։ Ինչու ասպիրանտը պետք է գա եւ չգիտեմ իր 60 կամ 80 հազար դրամով ինքը որպես ասպիրանտ լինի։ Սովորաբար ասպիրանտները արդեն են տարիք են, երբ որ ընտանիք են ուզում կազմեն արդեն։ Հասկանում եք, այդ ասպիրանտը, որը այսօր ունի, չեմ ասում ինչքան գումար, բայց նորմալ գումար, քանի որ ինքը եւ թեմայի մեջ է եւ ասպիրանտական դրամաշնորհն է ստանում եւ իր թոշակն է ստանում եւ միջազգային կարող է ինչ-որ օտար երկրի բանից դրամաշնորհներից օգտվի, ինքը արդեն երբ որ ինքը առաջի տարիներին հենց երբ որ մտնում է գիտության մեջ իրեն ֆինանսապես է լավ զգում, ինքը փաստորեն արդեն ներգրավում է, արդեն արմատներ է այսպես ասած աճացնում։ Եվ դա է կարևորը։ Մենք ինչպես սկզբից մենք խոսեցինք բանի մասին, ժողովրդագրական, այսպես ասած, բանի մասին, այդ տվյալների մասին, նույն ժողովրդագրությունը պետք է ժողովրդագրական պատկերը պետք է եւ գիտության մեջ լինի։ Հայաստանում այսօր մոտավորապես 4000 մարդ է ներգրաված գիտության այդ բան մեջ, այդ ասպարեզում։ Դա շատ չի։ Եթե հաշվենք այնտեղ նաև օժանդակ ծառայությունները, բաները ամեն ինչը միասին, դա նշանակում է, որ 0.1%-ն է մեր բնակչության ինչ որ ձևով կապված գիտության հետ։ Շատ առաջ մենք չենք գնա։ Ժամանակին ասենք կային նաև, այսպես ասած, տարբեր ճյուղային ինստիտուտներ կան, որ այսօր ճյուղային ինստիտուտներ համարյա չեն մնացել։ Ասենք ովքեր զբաղվում են ճարտարագիտության, ասենք ինչ որ հարցերով, չկան այդ ինստիտուտները։ Չկան։ Մենք պետք է եւ քանակը շատացնենք եւ որակը։ Քանակը շատացնելու համար այնքան պետք է ներգրավենք երիտասարդներին, որակը շատացնելու համար ֆինանսավորման հարցը, չեմ ասում ավելացրեք, բայց հետ նահանջելը կործանարար է դա։ Եվ դա պետք է բանանեն, եւ դա պետք է ես զարմանում եմ, որ դրա մասին չեն խոսում, ընդդիմությունը չի խոսում։ Ընդդիմությունը, քանի որ ավելի երևի կարևոր հարցեր ունի։ Ընդդիմությունն էլ է իշխանություն։ Տեսեք, ինձ համար երկուսն էլ իշխանություն հա, է։ պրոստո այդ այնքան փոքր տոկոսն է բնակչության այդ հարցով անհանգստացած, որ երևի դրա համար էլ ոչ մեկ դրան այդքան մեծ կարևորություն ու տեղ չի տալի։ Այսպես ասեմ, տրանսպորտի թանկացման հարցը ավելի շատ է օգտագործում ընդդիմությունը, քան բանը, բայց մինչդեռ ժամանակի մեջ որ նայենք, տրանսպորտի թանկացման հարցը այդքան կարևոր չի, որքան գիտության ֆինանսավորման հարցը։ Հա, բայց կոവിഡ്ի ժամանակ, երբ որ մեր ինստիտուտը արդեն այդ աշխատանքներում շատ լավ դերակատարություն ունեցավ, մենք այդքան շատ չենք խոսել, բայց կոവിഡ്ի ժամանակ մեր ինստիտուտի գիտաշխատողները կարողացան շատ մեծ գործ անել, կապված համապատասխան
համապատասխան մասնագետի կկանչեք, կպատմի, կտեսնեք։ Եվ մենք բացի դրանից ինչու է դա այդպես։ Մենք շատ քիչ ենք խոսում նրա մասին, թե ինչ դերակատարություն ունի գիտությունը մեր առօրյա կյանքում։ Այդ դրա մասին չենք խոսում։ Պարոն եպիսկոպոսյան, գիտնականներին մարքետոլոգներ են պետք աչքիս։ Դե երևի, չգիտեմ։ Մենք ընդհանրապես նույնիսկ ասենք այն հաջողությունները, որը գրանցում են գիտության մեջ, մենք ի վիճակի չենք մատչելի ձևով դա մարդկանց բացատրել։ Ես ասենք ինչ պատկերացնենք ես իմ գործընկերներ ինչ որ մի բանի ենք հասել եւ դրա մասին ուզում ենք խոսել, դա ստացվում է մեր աշխատանքից պետք է ժամանակ կտրենք, պետք է մատչելի ձևով դա վերածենք ինչ որ մի ավելի հասկանալի ասենք ինչ որ պարզ նյութի, դա մեր գործը չի, դա ժուրնալիստի գործն է եւ լրագրողի գործն է, բայց ցավոք Հայաստանում չկան լրագրող, ովքեր մասնագիտացված են եւ գրում են գիտության մասին։ Լրագրողը գրում է եւ չգիտեմ եւ պատահարի մասին եւ գիտության չգիտեմ հաջողությունների մասին։ Դա այդպես չի։ Լրագրողը պետք է լինի նաեւ բժշկի նման պետք է լինի կամ չգիտեմ գիտնականի նման կամ ֆիզիկոս ես դու կամ չգիտեմ քիմիկոս ես կամ կենսաբան ես։ Իսկ մեզ մոտ լրագրողները բոլորը ունիվերսալ են, որ ամենակերեն կամ շատակերեն։ Մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես ձեզ երկու հարց ունեմ, որոնք դեռ չեմ տվել։ Առաջին նախավերջին հարցը մեր այսօրվա հաճախ այդ բանավեճերում կյանքի առաջացման ոնց է մոլորակի վրա առաջացել կյանք։ Առաջին այդ RNK այդ ռեպլիկացիան, որ տեղի է ունեցել, առաջինը դրա հավանականությունը շատ ցածր է եղել կենսաբանության տեսանկյունից, որքան անհավանական իրադարձություն է կյանքի առաջացումը երկրագնդի վրա։ Դա այն հարցն է, որը այսօր շատ թեժ ձևով քննարկվում է։ Եվ կարող եմ ասել, որ համարյա ամեն համարում այդ առաջատար այդ հանդեսներում, կլինի դա Science, կլինի դա Nature կամ մնացածներում, այս կամ այն կերպով այդ հարցին անդրադառնում են։ Եվ վերջերս կա այսպիսի մի միտում կապված բանի հետ, RNA-ի հետ կապված։ Քանի որ այդ հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել, կարող եմ պատասխանել հետևյալ ձևով, որ այսպես վեճերը գնում են հետևյալ բանի շուրջ։ Արդյոք կյանքը առաջացել է այստեղ, ոչ թե դրսից է եկել։ Սրանից մոտ մի 15-20 տարի առաջ կար այսպիսի տվյալներ, որ անաերոբ բակտերիաներ են ուրեմն հայտնաբերել ինչ որ շատ խորը շերտերում եւ այդ սառցակալված ուրեմն շերտերում եւ նրանց տարիքը մոտավորապես ասենք ինչ 3.5 միլիարդ տարի էր։ Դա նշանակում է, որ դա համարյա անմիջապես մոլորակի առաջացումից հետո 4 միլիարդ է։ Հա, բայց այսօր կան տվյալներ, որ իրոք կյանքը առաջացել է ոչ թե 3.5 միլիարդ տարի առաջ, այլ ավելի վաղ։ Այսինքն կյանքը առաջացել համարյա նույն պահին, երբ որ սկսել է նույն ժամանակաշրջանում, երբ որ սկսել է մոլորակը ձևավորվել։ Մանրամասնությունները հիմա չեմ կարող բացատրել, բայց կա նաև մի ուրիշ տարբերակ, այսինքն մի ուրիշ ուղղություն, որը ապացուցում է, որ կենսաբանական կամ այսինքն օրգանական ուրեմն նյութը կարելի է ստանալ ոչ օրգանականից։ Եվ այդպիսի փորձեր կան, եւ այդպիսի փորձերը այնպիսին են, որ այն բնույթն են կրում, որ դա կարող է իրականանալ, տեղի ունենալ նաև բնության մեջ։ Այսինքն այսօր այդ երկու ուղղությամբ աշխատում են։ Ինչպես առանց միջամտության այս։ Առանց դա այստեղ կայծակն է, ջուրն է, չգիտեմ ես այն, դա էլ է միջամտություն։ Դա արդեն բնության միջամտությունն է։ Եվ ասենք բանի կեղևը, մեր երկրագնդի կեղևը, տարբեր բաների հետ, ժայթքումների հետ կապված, այսինքն պետք է տեղի ունենան տարբեր արտարոց ինչ որ բաներ առաջանան, պայմաններ, չգիտեմ, մթնոլորտ պետք է ստեղծվի եւ համապատասխան այդ մթնոլորտին պետք է դրանք առաջանան։ Այսօր դրա շուրջը ոչ միայն վեճեր են, այլ աշխատում են մարդիկ, աշխատում են համապատասխան ուրեմն մասնագետներ, դա շատ կարևոր է, քանի որ մենք պետք է իրոք հասկանանք, արդյոք մենք միակն ենք աշխարհում, թե էլի կա այդ հարցն է, էլի վերջում գալիս են կանգնում ենք այդ հարցին, որ կյանքը օրինաչափությունն է, թե ոչ, որովհետև այլ մոլորակներում, որտեղ կա կյանքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, գուցե չառաջանա կյանք կամ առաջանալով կյանքի էվոլյուցիան չբերի գիտակից արարածների, որովհետև գիտակցությունը ի վերջո էվոլյուցիայի վերջնական նպատակը չէ, էվոլյուցիայի նպատակը պատահական երևույթ է դա։
Ես կարող եմ ստեղ երկու բան կա, երկու պատասխան կա, այսինքն երկու ոլորտում կարելի է, հա, երկու դիտարկումներ կան։ Առաջինը դա արդյոք մենք միակն ենք եւ կա ուրիշ տեղ ուրիշ մոլորակներում կյանք, եթե վերցնենք այն սկզբունքը, որ դրանց թիվը մոլորակների թիվը շատ անվերջ համարյա մեծ է, բարձա որ հավանականության տեսակետից պետք է ինչ-որ որևէ միտեղ պետք է անպայման էլի ինչ-որ կյանքի, ինչ-որ մի հատ, ինչ-որ պատկեր պետք է տեղի ունենար, կամ ամրապնդվեր կամ զարգանար։ Ուրիշ բանա, որ էլի ուրիշ հարցա, որը ունի տարբեր պատասխաններ, ինչու նրանք մեզ հետ կոնտակտի դուրս չեն գալիս։ Կա այդպիսի մի բան, որին ես ճիշտ ասած ոչ թե հավանում եմ, ես հակված եմ դրան ոչ թե հավատալ, ընդունել դա։ Դա այն է, որ վերջիվերջո ցանկացած գիտակից բան քաղաքակրթություն ձգտում է ոչնչացման։ Եւ դա շատ առանձին բան է, գուցե նորից կխոսենք դրա մասին, այո, դա շատ կարևոր հարց է եւ այսօր ես հենց այդ հարցում մի քիչ զբաղվում եմ գենետիկայի տեսակետից, մենք տեսնում ենք, որ իրոք վերջիվերջո մենք բան ենք անել, մենք հանգելու ենք նրան, որ մեր ցիվիլիզացիան, մեր քաղաքակրթությունը պետք է հանգի։ Պետք է հանգի, քանի որ այն հանգամանքը կամ ասենք այն սկիզբը, որ դրվել է մոտավորապես 7 միլիոն տարի առաջ, 8 միլիոն տարի առաջ, դա այն ակունքներն են, որը բերել են մարդ բանականի ուրեմն գոյությանը, դա լավագույն ճանապարհը չէր մեր երկրագնդի համար։ Ինչքան էլ մենք հպարտանանք, որ մենք պսակն ենք, չգիտեմ, մեր բանի այդ Պիշիվոյ ցեպոչկայի վերևում ենք, ասենք որ հա այդ շղթայի վերևն ենք նստած եւ ինչ որ ուզում ենք փորձում ենք եւ ձգտում ենք, որպեսզի բանը ասենք մեր բնությունը փոխենք, մենք բնությունը չենք փոխում, մենք բնությունը քայքայում ենք։ Եվ այդ քայքայիչ այդ բանը, մեր այդ գործնեությունը, այդ ակտիվությունը վերջիվերջո բերելու է նրան, որ ուրեմն կյանքը ստեղ կանգնելու է։ Երբ որ ես կարդում եմ կլինի դա ասենք համացանցում, թերթում կամ չգիտեմ, թերթիմա չեմ կարդում, բարձա, ոչ ոք չի կարդում թերթիմա, մենք տեսնում ենք, որ հպարտանում են նրանով, որ նոր նավթա, ասենք ինչ որ պաշարներ են գտել կամ չգիտեմ սրա ես ինձ վատ եմ զգում, քանի որ քայքայման նոր ինչ-որ աղբյուր են գտել, նոր տարածք են գտել, այս բանի էլեկտրամեքենաների հետ կապված էլի շատ մեծ քայքայիչ բանա սկսում, գործնեությունա սկսում լիթիի հետ կապված։ Լիթին պարզվում է դա այն ուրեմն տարրն է, որ բնակավայրերի մոտ է այսօր, այսինքն այդ բնակավայրերը այսօր պետք է վերացնեն, մարդկանց մեծ գումարներ կտան, տեղահանկանեն եւ սկսեն ուրեմն այդ պաշարները սկսեն մշակել։ Հասկանում եք, եւ դա վերջ-վերջո բերում է հիվանդությունների եւ ամեն ինչի։ Առանձին զրույց է դա, ես կարող եմ տարբեր փաստեր բերեմ, ուղղակի ասեմ, որ վատագույն սցենարը այն է, որ մեզ սպասում է 10,000 տարի տևողություն։ Լավագույն սցենարը մոտավորապես 40,000 տևողություն։ Այսինքն եկեք շատ երկարատև պլաններ չկազմենք։ Ափսոս, որ մենք դա չենք։ Եվ այսօր կան պետություններ, կան, չգիտեմ, տարբեր ընկերություններ, որ արդեն մտածում են, որ մարդը պետք է ստիպված թողնի մեր մոլորակը եւ տեղափոխվի ինչ որ միտեղ։ Եվ առաջնահերթ տարբերակը դա նաեւ լուսինն է։ Բայց լուսինում քանի որ չկա, լուսինն ամարսն, գուցե մի բան էլ կգտնեն, բայց դա նշանակում է, որ այնտեղ մենք չենք կարող առանց թթվածին ապրել։ Դա նշանակում է, որ ինչ որ մի փակ տեղում պետք է ապրենք, այսինքն մենք մի բանտից գնում ենք ուրիշ բանտ ավելի գնում ենք մեր ունեցածը չենք կարողանում պահպանել, ագահաբար խժռում ենք ինչ ունենք ու հետո մտածում ենք ուրիշ տեղ գնալու մասին։ Ինչի մասին է խոսքը։ Մենք քայքայ մարդ բանական, ես առաջարկում եմ մեր բանը փոխել, մեր տեսակի անունը, մարդ քայքայիչ։ Եկեք հենց այդ վերջին հարցը, իմ հենց մարդ բանականի հետ կապված։ Ինչպես կարա բոլորն են այդ հարցի շուրջ մտածում, ինձ թվում է մեզ դիտողները վերջապես սպասում են երբեմն այդ հարցը ձեզ տալու։ Ինչպես կարա կապիկից առաջանա մարդ, ոնց կարա կապիկը դառնա մարդ կամ կապիկից էվոլյուցիա ապրի մարդ։ Այդ հարցը եթե գիտականորեն պատասխանենք, էլի հետևյալ ձևով է։ Մենք ասացինք, որ ուրեմն գիտակցությունն է մեզ տարբերում կապիկներից։
Մեր ուղիղ քայլվածքը եւ այլն դա երկրորդական է թվում առաջի հերթին, բայց իրականում այդ ուղիղ քայլելու ունակությունը ամենակարևոր դերակատարությունն է ունեցել։ Ուղիղ քայլելը նշանակում է, որ դա էլի կտրուկ ինչ որ մի հատ մուտացիա է տեղի ունեցել, որը թույլ է տվել ինչ որ այս մկաները զարգանա, ոտքերի, ասենք այդ ստորին վերջույթների մկաները զարգանա, այս վերին վերջույթները ինչ որ ձևով ազատվել են եւ այսօրվա տվյալները խոսում են այն մասին, որ մեր ուղիղ քայլելու ունակությունը ի հայտ է եկել ոչ թե 2 միլիոն տարի առաջ եւ դրա շնորհիվ մենք տեսակներից մեկին ասում ենք ուղիղ քայլող մարդ Homo erectus, ոչ, դա եղել է այն գործոնը, դա եղել է այն ակունքը, չգիտեմ, այն սկզբունքը, աղբյուրը, որի շնորհիվ սկսել է ուրեմն զարգանալ մարդու որպես առանձին նախամարդու որպես առանձին ճյուղ նրա զարգացումը առանձնանալով ուրեմն տեղի ունեցել զարգացումը դա է ինչու քանի որ երբ որ քո ձեռքերը ազատվում է վերջույթները վերին վերջույթները ազատումը դու պետք է նրան ինչ որ մի բանով զբաղեցնես դրան զբաղեցնելը ինչ որ ձևով ազդում է քո ուղեղի վրա դա այն հարցերն է որ սա ֆիզիկա չի եւ մաթեմատիկա չի ես չեմ կարող եւ ցանկացած մասնագետ չի կարող բանաձև գրի եւ ապացուցի սա Պիթագորեցի բանը չի այդ ինչա բանաձևը չի որ դուք որպես կենսաբան ինչ եք մտածում մարդը կապիկից է առաջացել Նայեք, մենք խոսում ենք նրա մասին ոչ թե կապիկից, կապիկները, մարդանման կապիկները եւ մարդը ունեցել են ընդհանուր նախնիներ։ Ինչու՞։ Ну, այստեղ շատ པարզ նաեւ ապացույց կա։ Մեր տարբերությունը շիմպանզեից ընդամենը 1-2% է։ 2% չի։ Իսկ նմանությունը ինչ է նշանակում։ Գենետիկորեն ով է ամենի շատ նման։ Երկու քույրեր, թե սովորական, ասենք, աղջիկներ, սովորական տղաներ, երկու եղբայրները, չէ։ Ինչու, քանի որ նրանք ունեն ընդհանուր նախնի, իրենց ծնողներն են, իրենց տատիկներն են, պապիկներն են։ Այստեղ շատ դենց տարական տրամաբանություն է։ Այսինքն, եթե մենք գենետիկորեն նրանց նման ենք, ժամանակին Դարվինն էլ է հենց դրա հիման վրա եկել հանգել այդ եզրակացությանը, որ մարդը առաջացել է ինչ որ ընդհանուր նախնիներից, որը եւ ներառում է նաեւ ներգրավում է նաեւ կապիկներին, մարդանման կապիկներին։ Եվ մի հետաքրքիր միտք եմ լսել, որ ընդհանրապես բոլոր արարածները աշխարհի վրա որ գոյություն ունեն, բոլոր կենդանի արարածները, ձկները, փղերը, մարդիկ, բոլորը առաջացել են մեկ բջիջից։ Այսինքն մեկ ընդհանուր նախնի ունենք բոլորս։ Իհարկե, սկիզբը բջիջն ինչն է մեզ բոլորին միացնում, նմանեցնում։ Բջիջը, այսինքն բջիջի կառուցվածքը նրա բոլոր այդ բաղադրիչները նույնն են, չէ, գնալով իհարկե ինչ որ նոր բաներ կան, նոր մասեր կան, նոր բաղադրիչներ կան, բայց ընդհանուր կառուցվածքը եթե վերցնենք, երբ որ տունը մենք կառուցում ենք, մենք վերցնում ենք, ասենք ինչ որ սալիկ ենք վերցնում, չէ, այն մեր սալիկը այն հենց դա է։ Այդ բջիջն է, որը որ բոլոր կենթանական աշխարհի բոլոր տեսակներին, բոլոր էակներին միացնում է, դա բջիջն է։ Եվ ուղղակի կապիկները մեր մոտակա նախնիներն են։ Իսկ մոտակա են քայլ որ գենետիկորեն է այդպես։ Ինչու նայեք պատահական չի որ երբ որ նոր դեղորայք են առաջարկում, այդ դեղորայքը անցնում է 3, 4, 5, ասենք ինչ որ բաներ, փուլեր է անցնում։ Փորձարկման փուլերն է անցնում։ Եվ վերջին փուլը նախավերջի փուլը դա մարդանման կապիկների մոտ են դա փորձարկում եւ ամենավերջին փուլը արդեն կամավորների մոտ են անում մարդու կամավորների մոտ են անում այսինքն միայն դրանից հետո իրենց համապատասխան ուրեմն բան ունեն գործակալություն ունեն FDA կոչվում Food and Drug Agency administration այսինքն նրանք միայն դրանից հետո որը շատ հստակ ձևով աշխատող ասենք ինչ որ ինստիտուտ է եւ այդ ինստիտուտը հաշվի առնում, որ եթե դա չի ազդում, եթե ասենք ինչ որ կողմնակի բաներ չունի, եթե ինչ որ վնաս չի հասցնում, բարձա որ հետո կամավորների վրա, որպեսզի ավելի հստակ, ավելի վստահ լինենք, արժանահավատ լինի ուրեմն պատասխանը, եւ դրանից հետո այդ դեղորայքը մտնում է արդեն շրջանառության մեջ, եւ մենք օգտագործում ենք մեզ բուժելու համար։ Շնորհակալություն ձեզ, պարոն եպիսկոպոս։ Շատ հետաքրքիր ձեր։ Ես եմ շնորհակալ։ Ահա, ձեզ։ Հանդիպումից շատ ճուշացաք։ Չէ, կողքասցնեմ։